հանքը շահագործվի, ինչ խնդիրներ դա կարող է առաջացնել բնակիչների համար։ Հանքի վերաբերյալ, որովհետև ժամանակին որ բացել են, տրակցնում են, լրիվ ամբողջ փոշի, բան լրիվ լցում է ճյուղը, սա ամբողջ է, վերմակներն ասենք, ցեղաշոր ամեն քայլափոխը սա փոշի նստում է վերին, ամբողջ մրգերների վերին նստում է, լրիվ ոչ չանում էր, դրա համար էլ այս մեկներ չենք ուզում բացի, երբեք չենք ուզում բացի, եթե կառավարություն շենքը պետք է ասենք ղեկավարը կանի մի չամտի ներշի, ուրեմն վապշե, ուրեմն հայաց գոյություն չունի, մեկը մյուսի նկատմամբ դավաճ ունեն, հենց այդտեղ դասից պիտի հանգարտ բան չանես դու, էսա մոնտաժ չանես։ Չէ, ուղիղ եթերում ենք հայրիկ։ Ահա, դրա համար միշտ եղել է այդտեղ։ Պատահել է երեխեքը, փոքր երեխեքը ամբողջը այդ փոշուց հիվանդացել են, փոշին որ շնչում են, սա ամբողջը բաներ են, թոքերը լրիվ ամբողջը բաներ, տարբեր հիվանդություններ են ստացել, ամեն ինչը, ամեն բանում, մեքենաները լեցում են, գալիս են փոշին խեղծում է, ամբողջ տարածք է, որ ճյուղը մոտավորապես համարը 99% լրիվ փոշի է, այդքան Ձեր ձայնը լսելի չի, ոնց հասկանում ենք հարկադիրը միևնույն է պարտավորեցրել է, որ շարունակեն հանքը շահագործել ու հատկապես ընտրություններից հետո Շարունակեն երբեք օգուտ չունեն, հիմա 5 հոգի պետք է աշխատի, ասենք, սենց ասում, բայց ամբողջ այդ մոտավորապես 1500 տնտեսությունը ո՞ս պետք է անի, փոշու մեջ պետք է մնա, չէ, փոշու մեջ պետք է մնա, չէ, ուրգեն է, լքելու եք գյուղը, ոչ որ հնարավորություն ուրգեն է, չես կարող, ոչ մեծրուցել, չէ, պետք է սպասեն փակում է, կարող մեկն ունես մամեցելի, կանի կեպ ծախ ամբողջ, այդ տարածքը լրիվ, հողերը լրիվ շուրտը ներքև, այն ժամանակ ինչ պետք է լինի, շատ վատալ է, վիճակը վատալ է ջուղի, մարդիկ սաղ անմեղ, երեխեքը դպրոցի, երեխեքը միջև Ինչ քայլերի եք պատրաստում դիմել, եթե կառավարությունը ամեն դեպքում չանսա ձեր բողոքին եւ ձեր բողոքը Կարա ասի ինչ եմ քայլեր քեզում։ Եթե եկան մտան բացին, ուրիշ ձևի խոսան կարծում մարդ կանցեմ հասկացան, չհասկացան, ուրիշ ձև արդեն։ Եղավ։ Վերջին ընտրություններին այս իշխանությանն ընտրել եք։ Ես ոչ մի չեմ ընտրում։ Ոչ մեկին։ Չեմ հավատում, որտեղ չկա ղեկավարություն չունենք, նորմալ ղեկավարություն չկա։ Ես գնացել եմ, բայց չեմ ընտրել։ Այսինքն ձեզ չեն կարող մեղադրել, ասել եք հանդե Փաշինյանն եք ընտրել, վայել եք։ Ոչ Փաշինյանն ընտրում, ոչ Ռոբերտին, ոչ Չերզին, ոչ դու պես պատմություն, հայկական պատմություն պետք է իմանաս ինչ է կատարում։ Եթե մարդիկ, եթե ղեկավարություն է, ժողովրդին սպասարկեց ամեն հարցում մարդկային ձևով, ժողովրդի մասին մտածեց, ուրեմն պիտի լավ է ժողովրդը, բայց ինչ վիճակի է, սա մանս տալի քաղաքը, որտեղ խոզանուց են քաղաքում, սա թափած, լրիվ ամբողջ ինչ է նշանակում պիտի։ Հայրիկ, ոնց կմեկնաբանեք այն, որ 2021-ին նախքան թույլտվությունը 2021 թվականին, երբ Գեղաշեն համայնքում հանքի շահագործման վերաբերյալ առաջին հանրային լսումները տեղի ունեցան, ըստ արձանագրության այդ մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը, այսինքն են կանել դեր։ Չգիտեմ ես չեմ կարող բացասում դրան։ Չգիտեք ինչ է։ Չէ, ես չգիտեմ ես։ Չգիտեմ, ես որտեղ Ես ոչ մի բան, ես ընթացքում 21 թվականին ես ստաճ չեմ տեղակ չեմ։ Ինֆորմացիան դիապետում եք։ Ասեք 21 թվականին։ Քանի հանրային լսումներ։ Դե կասեք հիմա, եկել ենք ձեզ լսենք, չգիտեք։ Ես չգիտեմ։ Եթե այդ ինֆորմացիան ունեք, մնացածն ունենա, չէ՞։